Սա առաջին անգամ չի, որ հայ պաշտոնյան ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ։ Մենք անդրադարձել ենք նաև վարչապետի հայտարարությունը, որը որ ուղիղ ցուցմունք է տալիս Հայաստանի դեմ։ Սա ինչով է վտանգավոր, ինչպես մեր դիրքորոշման մեջ մենք նշել ենք, նախ Հայաստանի դիվանագիտությունը ամբողջովին հասցնում է 0։ Այսինքն մենք դառնում ենք ագրեսոր, մենք դառնում ենք Ադրբեջանը 220 կիլոմետր է, նրանք դրա մասին չեն խոսում, եթե միջազգային հարթակներից ինչ-որ մեկն է մեր հիմիկվա իշխանություններից ձայն հանի, նրանք միանգամից առարկում են, նույնիսկ հասել են այն աշխյանի, որ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանն է, դրա մասին խոսացել եւ ասել այնտեղ այդ սահմանը դեռ վիճելի է, հա, հիմա դիվանագիտորեն դառնում է 0, ուղիղ ցուցմունք Հայաստանի Հանրապետության դեմ, եթե մենք հաշվենք այդ Վաշխառու պիրամիդի երկրորդ դեմքն է դա ասում, հա, այդ իշխանական բուրգի երկրորդ դեմքն է այդպիսի ցուցմունք տալիս, բարձր պաշտոն, այո, այսինքն միջազգային հանրությունը մեզ արդեն ընդունում է որպես ագրեսոր։ Երկրորդը ռազմական զինված ուժերի ամեն տեղակայում, նույնիսկ եթե դա ենթադրյալ է, իրավունք չունի հրապարակվելու, նույնիսկ եթե դա իրականությանը չի համապատասխանում, իրավունք չունի երբևիցե բարձրաձայնելու կամ ասվելու։ Մենք հայտարարության մեջ նշել ենք, որ այս մարդը պետք է դուրս գա եւ ասի որտեղից այդ ինֆորմացիան, եթե նույնիսկ Ադրբեջանը ասում է 20 կիլոմետր կամ մեկը 21 կիլոմետր, տեղը 20 կիլոմետր, այդ 110 կիլոմետրը նա որտեղից է վերցրել, եթե դա ՊՆ-ի ոնց է օֆիցիալ հայտարարությունն է, պետք է պարզաբանվի, թե ՊՆ-ն ասել է, եթե ՊՆ-ն ասել, ուրեմն ռազմական գաղտնիք է, ինչ գործ ունի, ասենք պետական պաշտոնյան ռազմական գաղտնիքը այդպես բարձրաձայնի, դատախազությունը պետք է այդ մասը վերցնի եւ թե ԱԺ, թե դատախազություն, եթե մենք նորմալ երկիր լինենք, արդեն պետք է վարույթը սկսվեր, համ տեսնեին ինֆորմացիան որտեղից է, համ համապատասխանում է, թե չի համապատասխանում է, եթե նույնիսկ չի համապատասխանում, ես ասում եմ, եթե ինչ-որ բան վերաբերում է զինված ուժերին, եթե նույնիսկ դա չի համապատասխանում իրականությանը, դու չես կարող ինֆորմացիա տաս, քանի որ դա կլինի դիրքերի տեղերն ես ասում, պետական գաղտնիքի բացահայտում, եւ սա առաջին անգամ չի, ասենք պետական գաղտնիքը, որ սենց բացահայտում են, այն մեկը ասում էր 50 հոգով եկեք տանեմ, այո, սպառազինություն է ցույց տա, ասեց զենք եմ առել, գնալու էին են Զորամասի մոտ կանգնեին, էսումնա մի հատ մուլտ կար, Մարկիս Կարաբասինը, մի քիչ հետ այն մյուս Զորամասինը էսումնա Մարկիս Կարաբասինը, այս 2 օր առաջ էլ ասեց զենք ենք առնում, քարոզ արշավ, զենք ես առնում, դա էլ է պետական գաղտնիք, վարկերով, չէ, ասաց, որ զենք ենք առնում, բայց հետո ապացուցվեց, որ սուտ է, այդպիսի բան չկա, վարկերը այլ նպատակով են օգտագործվում։ Ուզում ասեմ, ամեն կողմի ցուցմունք մեր դեմ, զենք ենք առնում, ընդեղից էլ ասում են, զինվում են, պատերազմը, հող են ստեղծում, որպեսզի հարևան երկիրը միշտ իրավունք ունենա առաջին հարվածի։ Չկա այդ զենքը, այդքան միլիարդի զենք, եթե ունենայինք, մեր զինվորները դոշակների վրա չէին քնելու, քնելու են արկերի վրա։ Ուր այդքան զենք, այդքան միլիարդի զենք։ Ուր է արտիական սպառազինությունը, խոսել ենք մենք մեր նախորդ եթերում դրա մասին։ Հիմա վերադառնանք այս մասին։ Դատախազությունը եւ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը պարտավոր է արձագանքել պարոն Սիմոնյան այս հայտարարությունը եւ ժողովուրդն է պարտավոր է իմանալ, ես ինչ 110 կիլոմետրից ես խոսում։ Ես ինչ ագրեսորի տեղ ես մեզ դրել։ 110 կիլոմետր մենք իրանց հողին ենք։ Ադրբեջանը չի ասում, ադրբեջանական մի քանի լրատվամիջոցին տեսել եմ գրածա 20-21, գրածա անկլավներ, Նույնիսկ իրենք չեն համարձակվում, հա, ավելի ռուսական աղբյուրներին եմ նայել 20-21 կիլոմետր, այդ էլ հորինված այդ նույն ադրբեջանականի, ասենք հող են պատրաստում, որպեսզի նոր զիջումների գնան, զիջումներ,
չգիտես ինչի դիմաց, աթոռի դիմաց, գումարի դիմաց, թե այդ երկուսի համակցության, հիմա դատախազություն, եթե մենք ունենայինք, ասում եմ, պետք էր վարույթը վաղուց սկսված լինել, դա պետական գաղտնիքի բացահայտ հրապարակումը եւ այդպիսի պաշտոնյայի կողմից։ Մենք մեր Հիմա դուք կարող եք պաշտոնապես հանցագործության մասին հայտարարություն անել, ինչպես որ օրինակ Դանիել Լեոնիսյանն է անում եւ արդեն դրա հետքերով գնում են այդ մարդկանց բերման։ Տեսեք, Թագուի ջան, օրենքը ասում է, քրեական դատավարության օրենքը ասում է, եթե ԶԼՄ-ներով կա հայտարարություն հանցագործության մասին, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է սկսել վարույթ, այսինքն ԶԼՄ-ներով մեր դիրքորոշմամբ մենք արդեն հայտարարությունը տվել ենք։ Այսինքն օրենքը ինչ ասում, հիմա պետական հանցագործության տեսան մասին։ հանցագործությունը հեռուստատեսությամբ կամ ինչ-որ միանգամից պետք է վարույթ սկսել, չպետք է սպասել, մինչև ինչ-որ մեկը գնա հաղորդում տա։ Հիմա այդ մարդը ինքը իր դեմ ցուցմունք տվել, պետության դեմ ցուցմունք է տվել։ Բա ուր էս գլխավոր դատախազուի։